Մեր տաղավարում այժմ վերլուծությունների ժամանակն է, այստեղ է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այսօր Երևանում ասուլիսի ու ճեպազրույցի օր էր, այսպես ասենք, ընդդիմադիր պարոն Քոչարյանը ասուլիս տվեց եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընդդիմադիր պարոն Քոչարյան։ Այո, ընդդիմադիր, այո։ Լավ։ Եվ պարոն Ինչ-որ տարօրինակ է հնչում ընդդիմադիր։ Ռուսաստանի ներկայացուցիչ պարոն Քոչարյանը։ Եվ հենց այդ մասին գուցե խոսենք, որովհետև ինքը անդրադարձել էր թրիփին եւ ակնհայտ էր, որ այդ ծրագիրը ինքը համարում է, չգիտեմ, ոչ օգտակար Հայաստանին մեղմ ասած, եւ որ եթե Ռուսաստանը միանա, կարող է դառնալ օգտակար Հայաստանին։ Ոչ օգտակար։ Էլ թուրք-ադրբեջանական, էլ ամերիկան պարապա, պետք է Թուրքիան ու Ադրբեջանին սպասարկի եւ այլ այսպես շարունակ եւ չգիտեմ, էլ ազգային անվտանգությանը վտանգող, բայց հենց Ռուսաստանը ներգրավել չի վտանգում ազգային անվտանգությունը։ Կարևորը է դա։ Նույնն էլ բանի չէ, խորեն տաշ իրենց մտահոգություններ Նարեկ Կարապետյանը, որ հենց Թրիփը վտանգավոր է, քանի դեռ մենակ ամերիկացիներն են։ Այ հենց Պուտինը, չինացիները մնացածը գան, վերջ, էլ անվտանգ է դառնում, միանշանակ։ Որտեվ սա տարական մանիպուլյացիա է, իրանք շատ լավ հասկանում են, որ Թրամփը չի համաձայնելու դրան։ Իրանք շատ լավ, այսինքն իրանք ամբողջ նպատակը գեղեցիկ, տեսեք, իրանք էլ են լավ հասկանում, որ բնակչության շրջանում Թրիփի հետ կապված ամերիկացիների գալով ինչ որ հույս է առաջացել խաղաղության եւ անվտանգության, հա, որտեվ այդուամենայնիվ ինչ որ նոր բան է։ Ես չեմ ասի, որ այտենց լիարժեք գիտակցված է, չնայած մենք հեռու ենք, ես չեմ ուզում այտենց շատ խորը դատողություններ անեմ, բայց որքանով իմ շփումները թույլ են տալիս, համենայն դեպս, այսինքն ամբողջապես իրանք դեռ բնակչությունն էլ կամ իմ ծանոթները, այսպես ասեմ, բայց ընդհանուր ինչքան ես պատկերացնում եմ, մեխանիզմներ չեն պատկերացնում, բայց հույս ինչ որ տենց ծագել է, էլի, այսինքն ինչ որ կարող է իրոք Թրամփը երաշխավորի անվտանգություն եւ այլ այսպես շարունակ։ Եվ գիտեք որն է իրանց նպատակը հիմա, որպեսզի հանկարծ մարդկանց մեջ այդ գաղափարը, որ կարող է հանկարծ Թրամփը Հայաստանի անվտանգությունը երաշխավորի, դա չարմատավորվի։ Գիտեք, մի հարց էլ եղավ, Եվրոպան էլ սկսեց Ադրբեջանի հետ բանակցել, բարելավելու հարաբերությունները այս ուղղությամբ, սա էլ պետք է որ նշանակություն ունենա, այսինքն Եվրոպան էլ հույս ունի, որ Միացյալ Նահանգների գալով այստեղ պետք է միանշանակ ավելին ասեմ ձեզ, եթե չեմ սխալվում, Փաշինյանը երեք ասեց ասուլիսի ժամանակ, եթե հիշողությունս չի դավաճանում, թե Միրզոյանը արդեն հիշողությունից լավ չեմ։ Եվրոպացիների Միրզոյանը ոնց որ ասեց, խավայում այո, եվրոպացիների հետ կապված, որ իրենք ուզում են ներգրավել եվրոպացիներին Եմեն պետական ինստիտուտների զարգացման գործում եւ սահմանային կառավարման գործում։ Գումար են ահագին տալիս նորից Եվրոպան։ Ես սա այն գաղափարն է, ինչ որ ես առաջ եմ տալիս, հուսով ինքը հենց այդ նկատի ուներ, այսինքն եվրոպացիները պարտադիր պետքա ներգրավվեն Թրիփում։ Տեսեք, իրականությունը այսպես կամած հետ է բերելու եւ հետ է բերում, որովհետեւ սկզբից շատ էին խոսում մեր իշխանությունները Իրան, Ռուսաստան, չգիտեմ, մենք կառուցենք, բանանենք, բայց իրականությունը հետեւյալն է, որ հիմա այդ նույն բանը Քոչարյանին են առաջ տալիս, այսինքն եւ հիմա իշխանություններն են մեղադրում Քոչարյանին հենց նրա համար, որ դուք առաջարկում եք բերել Ռուսաստան, Իրան, ոնց Ամերիկան է փողը ծախսում։ Ամերիկան ամեն ինչ անում, դուք ում եք բերում, հա։ Բայց հետարքրական մի բան, դուք գիտեք, որ այսինքն տվածքն եք երևի լուրերով, որ Հաջիևը Բայրամովը կներեք, գնացել է Չինաստան։ Այո, Բայրամ, հենց այն ժամանակ, երբ որ այո, Prime Minister-ը վարչապետը Մեծ Բրիտանիայի Չինաստան, բայց այդ չի էական, տեսեք, ակնհայտորեն, նորից եմ ասում, մեր հետևորդները պետք է կամ ժողովուրդը պետք է հասկանա, Ադրբեջանն ու Թուրքիան դժգոհ են այն զարգացումներից, որ տեղի ունեցավ Թրիփի հետ կապված։ Նորից եմ ասում, իրենք սկսեցին այս process-ը, բայց իրենք դժգոհ են մնացել, որտեղ իրենք չստացան այն, ինչ որ իրենք ուզում էին ստանային ի վերջո։ Սա շատ կարևոր է գիտակցել, սա կարևոր է հասկանալ։ Եվ այստեղ երկու կարծիք չկա։ Հիմա ամենակարևորը, որպեսզի տեսեք, ես ավելի հստակ պատասխան եմ ուզում լսեի վարչապետից ատոմակայանի հետ կապված Ես շատ հուսով, ես հիմա չեմ ուզում քննադատեմ, տեսեք ասեմ եւ այլն, ես ուզում սպասեմ, չեմ ուզում առաջ ընկնել, որտեվ կարող է ինչ լավատես եմ այս հարցում, որտեվ նախ դեսպանը ասաց, որ բանակցությունները ավարտվել են, Միրզոյանը ասաց, որ բանակցությունները ավարտվել են, ուրեմն ենթադրում եմ, տեսեք, անտրամաբանական կլինի, եթե դու այդպիսի բանակցություններ ես վարում, անգամ եթե այդ օրը չես ստորագրում կոպիտ ասած, հա,
անտրամաբանական, այսինքն դա կնշանակի դու ձեռ ես առնում ամերիկացիներին, դու ամբողջ մի պայմանագիր ես կնքում ամերիկացիների հետ խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման համար, օրինակի համար եմ ասում, հա, թույլտվություն, որտեղ պետք է այդ թույլտվությունը այդտեղ 1, 2, 3 կետեր կան, որ անդադ ասում են պետք է բանակցվեն, համաձայնեցվել են, որից ասում ես չգիտես, ես գնում եմ Չինաստանից ատոմակայան բերեմ։ Դա ծաղր է, հասկանում եք։ Հետաբար ես շատ հուսով եմ, որ JD Vance-ի այցը կգա, այսինքն գուցե, այսպես ասում եմ, ավանսով թողենք, գուցե չի ուզում հիմա բացահայտի, այսպես ասենք, հա, ժամանակից շուտ այսպես իրավիճակ չգրգռելու համար։ Ես շատ հուսով եմ, որտեղ հայտարարվել է, որ բանակցությունները ավարտվել է, սա կարևորագույն քայլ կլինի։ Ասեք։ Դուք երևի լսեցիք, որ երբ որ ասեց, որ մենք նաև Կորեայի հետ ենք բանակցում, նաև Ռուսաստանի, նաև Ֆրանսիայի հետ ատոմային էներգիայի հետ փոխգործակցության կապված, բայց հետո վերջում ինչ ասեց, լրագրողն էլ հարցեց, բա Դոնալդ Թրամփի այն արտահայտությունը, որ այս լավ նախագիծը ինչի մասին էր այդ դեպքում, ասեց Դոնալդ Թրամփի այդ լավ նախագիծը ատոմիչկային էներգիայի ոլորտում համագործակցություն, այսինքն հուսանք, ես շատ հուսով եմ, տեսեք, շատ հուսով եմ, դուք գիտեք, ես այդ գաղափարը ինչքան ժամանակ այս տաղավարում այդ ատոմակայանի մասին, դուք ամենալավ լուրը երևի իմ համար կլինի, գիտեք, առաջի ողջունողներից կլինեմ, այդտեղ ոչ մի կասկած, ավելին ատոմակայանի Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված այսօր խոսվեց, հիմա գնահատման process է, շատ տրամաբանական կլինի, որ կամ դա հանձնվի ամերիկացիներին նույնպես, կառավարման, մի ամերիկյան լավ ընկերության, կամ համատեղ էլի հայ-ամերիկյան ընկերության, ինչպես այսպիսի մի բան, կամ գոնե եվրոպացիներին։ Այսինքն դիվերսիֆիկացիայի տեսանկյունից ավելի լավ կլինի իհարկե հանձնեն Եվրամիությունը թող դա էլ ունենա, չնայած ես ամերիկացիներին դեմ չեմ, ինչքան մեր հարաբերությունները սերտանան այնքան։ Եվ այդ ամեն ինչը երևի Վենսի գալու ընթացքում Հայաստան ավելի կպարզեցվի, եւ այս Վենսի հետ կապված մի հարց էլ հնչեց ճեպազրույցին Փաշինյանին, թե արդյոք Վենսի գալով պիտի բացի ինքը պիտի ազդարարի Թուրքիայի հետ սահմանի բացումը, ինքը ասաց, որ ես չեմ կարող այդպեսի բան ասել, դե հա, չասաց, բայց հնարավոր է որ գա ու բացի կամ գա ու չբացի, հետո ասեք ինչու՞ Սա այն հարցը չի, եթե վերլուծություն, այսինքն վերլուծելու բան այստեղ չկա առանձնապես մի հետաքրքիր հանգամանք միայն, այսինքն վարչապետի դժվար է Փաշինյանի խոսքերից դատողություն անել, անկեղծ ասած, որովհետև Այդ լավ է։ Գուցե։ Այո, շատ լավ։ Նույն ինչպես Թրամփի խոսքերից դժվար է դատողություն անել, ես ասեմ ձեզ, այստեղ հետաքրքիր մի բան կա։ Խոսեց ինքը երրորդ երկրների հետ կապված։ Հավանական, այսինքն տեսեք, այստեղ կա մի հավանականություն, որ գուցե կամ դրա նախորդին կամ դրանից անմիջապես հետո գուցե այդ վերջապես այդ երրորդ երկրի քաղաքացիների ես ակնկալիքներ այս պահին չունեմ, նորից եմ ասում, որտեվ նախ այստեղ շատ կախված է թե Թրամփը ինչ ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որտեվ մենք տեսնում ենք, որ երեք հեռախոսազրույց էին ունեցել եւ հիմա հատկապես տեսնում եք ինչ ակտիվ են Թուրքիայի հետ Ամերիկայի շփումները, Էրդողանը վերջին երևի մեկ շաբաթում երկու անգամ հեռախոսազրույց ունեցել Թրամփի հետ շատ կարևոր է, բայց մի բանը կարևոր հասկանալ։ Նորից եմ կրկնում, այստեղ գլխավոր հարցը, այս ասում այնքան են նավսում այս թրիփի վրա։ Չէ, անկեղծ կներեք ժողովրդական լեզվով եմ ասում, բայց իրոք նավսում եմ, եթե ինչ որ մեկին թվում է թե սա հեշտ է իրականանալու, չարաշար սխալվում են։ Սա հազիվ է մեր ձեռը ընկե կոպիտ ասած, ես չեմ ասում սա իդեալական է, ոչ, բայց այն վիճակում, որ մենք ունենք, եւ այն process-ը, որ Ադրբեջանը ու Թուրքիան սկսել են ինչ ակնկալիք իրենք ունենք, ասում եմ, պահապան հրեշտակը մեր մեքենայում էր կոպիտ ասած, հա։ Հիմա եւ այնպես չի լինելու է որ սա հեշտ ենք հասնելու դրան։ Սա էլ է process է եւ այնքան խանգարող կա կողքից, այնքան նավս կա։ Եվ դրսում եւ ներսում երկրի ցավոք սրտի, այո։ Իսկ Ռոբերտ Քոչյանը ճիշտ է ասում, որ ես իր հետ ամբողջությամբ համաձայն եմ, կիսում եմ իր կարծիքը, որ ասում է Հայաստանի չկներեք, ասում եմ մեր անվտանգությանը դեմ է, որտեվ ինքը այդ մեր կամ Հայաստան ասելով հաստատ Հայաստանը նկատի չունի։ Ինքը նկատի ունի Ռուսաստանը։ Իսկ Ռուսաստանին դա, այո, եւ Ռուսաստանի անվտանգությանն է դեմ, եւ Ռուսաստանի շահերին է դա դեմ, դրա համար դժվար է Քոչարյանը։ Եթե այդ տեսանկյունից ենք նայում, դժվար է Քոչարյանը չհամաձայնել, որ սա իր սիրելի Ռուսաստանի շահերին դեմ է։ Եվ քանի որ իրենք տենց Ռուսաստանի շահերն են առաջ բրթում, փրփռում են Նարեկ Կարապետյանը, Տաշիրը ինքը եւ այլն, ամեն ձև փորձում են խցկել Ռուսաստանին բերել Թրիփը չի դարձնել, բնականաբար դրանք ասում են շահերին դեմա, որտեղ իրենց շահերը դա ռուսական շահերն են ցավոք սրտի։ Գնում ենք գովազդային դադարի։
Քո տոնը սկսվում է այստեղ։ Cosmo Palace, ընտանեկան բոլոր միջոցառումների իրական կենտրոն։ Վայր, որտեղ հայկական ջերմությունը միահյուսվում է եվրոպական շքեղությանն ու նրբագեղությանը։ Հայտնի եւ սիրված երգիչ-երգչուհիներ, լավագույն շոումեններ, որոնք ձեր երեկոն կդարձնեն իսկապես անմոռանալի։ Համեղ եւ տարբերվող խոհանոցի ներդաշնակություն հարիր միայն բարձրակարգ ճաշակին։ Անզուգական սրահին կից Hookah Lounge Patio, լավագույն եւ ռոմանտիկ երեկոներ բաց երկնքի տակ։ Սա պարզապես ռեստորան չէ, սա Cosmo Palace-ն է։ Մեր տաղավարում է Արմենչի Բուղջյանը, վերլուծություններ են, խոսում էինք ճեպազրույցի մասին վարչապետ Փաշինյանի, նաև Քոչարյանի ասուլիսի մասին եւ լրատվամիջոցների հարցերը վերաբերվեցին նաև ատոմակայանին շատ տարօրինակ հարցադրումներ եղան, կարծում այդ մասին էր ուզում խոսել։ Ընդհանրապես շատ տարօրինակ է մեր լրագրողների հարցադրումները։ Նայում ես աշխարհում ինչ է կատարում ու նայում ես Հայաստանի լրագրողները ինչ են խոսում։ Ու դա գիտեք ինչի մասին է։ Ցավոք սրտի, որ մեր մամուլը, այսինքն հարաբերական ազատության պայմաններում, ну, այսպես ասենք, կատարյալ դեմոկրատիա չի, բայց դա էլ է խնդրեմ, որտեղ ռեսուրսները կուտակված են համապատասխան մարդկանց ձեռքերում, հասկանում եք, դրա համար եմ ասում, դա ամեն ինչ հարաբերական է, որովհետև ու բացի դրանից իսկ այն մարդիկ, ովքեր տեսեք, օրինակ հիմա Միացյալ Նահանգներում էլ կան, չէ, բիզնեսմեններ, իրանք էլ են մեդիաներ ունեն, բայց վստահաբար իմացեք, մեծ մասը, ես չեմ ասում 100%-ը, այստեղ էլ կլինեն հատուկ fake news-ը պարոն Թրամփի։ Չէ, իրականում տեսեք, գաղափարական պայքար է։ Իրենք յուրաքանչյուրը բիզնես շահ ունեն, բայց իրենք սիրում են Ամերիկան, վստահաբար։ Եկեք սա արձանագրենք, որ իրենք հայրենասեր են առաջին հերթին։ Իսկ Հայաստանում, երբ որ ասուլիս են տալի, ասենք, եւ այլն, կամ լրագրողները գնում են հարցադրումների, քեզ թվում է թե Սոլովյովն է իր նկարano խումբը ուղարկե որ հարց տան։ Ասենք, չգիտեմ, մեկը կանգնել է ասում է տենց երևում է որ արկա խոսալուց հետ երևում է որ իրանք տանա ռուսերեն են խոսում, հա, ասենք իմ ենթադրությունն է։ Կանգնում ասում է ինչի ասում է 80-ամյա ռուսական տենց հրաշք ատոմակայաններին չէ կապա, չէ որ ասում է Թուրքիան, Էրդողանը, հենց ռուսներից պայման դուք գնացել եք ամերիկացին։ Այսինքն ուրիշ վաղտ, հա, ինչ կասես կասեն։ Դուք Էրդողանին սենց նմանակում եք եւ այլն, չէ, կոպիտ ասած։ Լավն են Էրդողանն ու Հիմա այ եթե Էրդողանը ռուսներից հա վերցրե, բան չեք դուք գնացել ամերիկացիներից վերցրեք կոպիտ ասած, հա։ Բան չի դուք Էրդողանի պես չեք գնացել ռուսներից վերցրեք կոպիտ ասած, հա։ Տեսեք դուք լրիվ բան եք, հա։ Ասենք 80 ընդ որում ամենածիծաղելին Տակույի ատոմակայանը 20 տարի է կառուցվում, հա։ Ու Աստված գիտի իրենց քանի տարի առաջ էլ պայմանագիրը կնքվել է։ Այնքան փողակ լապվել ու կերվել է ատոմակայանի վրա, ու ասենք այնքան խնդրեմ առաջացել է Տակույի կառուցման ընթացքում։ Միասին կարծեմ կոճակ սեղմեցին։ Դե հա, բայց հələ միջի հիմա էլի կա, ավարտված չի աշխատանքները։ Խնդրեմը հասկանում եք ինչու՞մն է։ Մենք այդ 20 տարին չունենք, որ ռուսներին տանք, որ լափեն, գողանան, ծախսը մեր վրա շատացնեն, որտեվ ամեն բայց դրա չի պետք էլ չի այդպեսի բառանել։ Դե արվելու է, դա ռուսներն են, հասկանում եք, իրանք տենց, իրանք ուրիշ ձև չեն կարողանում աշխատել, դա գաղտնիք չի։ Նայեք, ասենք, նույն Սոչիի Օլիմպիադան էին կազմակերպում, ինչքան փող գողացավ, ֆուտբոլի առաջնությունը կազմակերպեցին, ինչքան փող գողացվեց, հա, ասենք, չգիտեմ, 2-3 անգամ ավել նստեց։ Դա այդպես է, բայց խնդրեմը գիտեք որն է, դա մենք ենք վճարելու։ Այդ ատոմակայանը, որ ռուսները կառուցեն 20 տարի, որը մենք չունենք, որտեվ 35-ին թե 36-ին փակվում է մեր ատոմակայանը։ Լոկալներ չեն էլ կառուցում մեր ինչպես փոքր Հայաստանի։ Գիտեք ինչ, նախ վտանգավոր ատոմակայանը ռուսականները չի կարելի դա կառուցել այս պայմաններում, չի կարելի։ Ամերիկյանն ու եվրոպականը կարծեմ բլոկ են լինում, դա մոդուլային է, փոքր մոդուլայինները Հայաստանի պայմաններում ավելի կարևոր են, նրանք այո, վտանգի իմաստով են։ Երկրորդը, երբ որ թուրքերը պայմանագիր էին կնքում ռուսների հետ, չկային այդ մոդուլայինները, չկային այդպիսի բան չկար, տեխնոլոգիան նոր մշակվում էր, հասկանում եք, այսինքն ինքը հարց է տալիս, ի սկզբանե սխալ հարցադրումով, ինչի թուրքերը ընտրեցին ռուսներին, որտեղ այն ժամանակ չկար այդ տարբերակը։ Ես վստահ եմ հենց հիմա որ Էրդողանը, իդեպ ասեմ, ոնց որ գնում է process-ը, իդեպ ես հետո մտաբերեցի, որ հիմա Էրդողանը ամերիկացիների հետ խոսում է մոդուլայինները տեղակայելու մասին։ Հիմա արդեն, որտեղ նոր է այդ տեխնոլոգիան։ Բայց մարդկանց մոտ տպավորություն է ստեղծում, որ այնքան լավ բան է, որ անգամ Էրդողանը ռուսներից է վերցրել։ Ոչ, Էրդողանը ինքը հերո գնացող պլաններ ուներ,
Եվ մի խոսքով։ Հիմա հարցը հետևյալն է, որ հիմա արդեն Էրդողանը պայմանավորվում է փոքր մոդուլայինների հետ կապած արդեն բանակցություններ են սկսվել Թուրքիայի հետ կապված։ Իդեպ Էրդողանը պայմանավորվում է նաև կարծես թե Իրանի հետ, սա էլ զարմացնող, համենայն դեպս զարմացնող չի, տեսեք, ուզում է այո, Արաքչին կանչի, բայց Արաքչին ասաց, որ մենք ոչ մի բանակցությունների համար չենք դիմել։ Հիմա բայց գնում է։ Այո, Էրդողանը շատ անհանգստացած է, որ Չալմեքի ռեժիմը, հիշում եք, այստեղից ասում էի ձեզ, որ Չալմեքի ռեժիմը չի ուզում, որ Էրդողանը փոխվի։ Իր համար դա կարևոր է, որովհետև միշտ Իրանը կմնա հետամնաց ինքն է դոմինանտ, հա, եւ այլն։ Էրդողանը եւ բացի դրանից էլ կողքդ ունենալ մի հատ մեծ Սիրիա, էդ էլ այնքան էլ թուրքերի համար գայթակղիչ նախաձեռնություն չի։ Սրանց հետ Չալմեքի հետ իդեալականը մենակ թե թույլ չտան միջուկային զենք ունենա։ Այդ դա Էրդողանի ձեռնտու չի։ Մյուս կողմից էլ Էրդողանը մտածում է, եթե Չալմեքը ունեցան միջուկային զենք, ինքը կկարողանա ինքը ստեղծի, այսինքն իրանք արդեն նախապատրաստված։ Դա հիմք ընդունելով կկարողանասի դե որ իրանք ունեն իմ անվտանգությունը պահանջում է։ Ես էլ դե էական չի հասկանում, այսինքն կգցի ռելսերի վրա։ Պակիստանից կվերցնի, ռուսներից կվերցնի եւ ահա որ իսկ դա մեզ ընդհանրապես ձեռնտու չի։ Դրա համար Էրդողանը հիմա ամեն ինչ անում է, որ այս ռեժիմը պահի, որքան ես հասկանում եմ, եւ բացի դրանից Թրամփին ցույց տա, տեսեք, ես ինչ լավ հավատարիմ միջնորդ եմ, ես այս տարածաշրջանում կարողանում եմ հարցեր լուծեմ։ Նաեւ ի դեպ ասեմ մեր մասով։ Էրդողանը հիմա ջանում է ամեն ինչ անել, ցույց տալը, որ ինքը ագրեսիվ չի։ Ինքը կարա ուժեղ լինի եւ կարա կարգավորի։ Իրեն հիմա այդպես է հարմար։ Թուրքական դիվանագիտություն ասում են։ Եվ բայց ես չեմ կարծում, թե կհաջողվի, որտեվ Ամերիկայի պահանջները հստակ են, Իրանն էլ չի համաձայնվել իմ կարծիքով։ Որքան ժամանակ ունենք անդրադառնանք նաեւ փաստին, որ Թրամփը այսօր հայտարարեց, որ խնդրել է Պուտինին, որ Ուկրաինայում մեկ շաբաթ հրադադար լինի։ Տեսեք, արագ ասեմ, այսօր ես նայեցի, նստած Վիտկոֆը գովում էր, թե մեծ առաջընթաց ունեն եւ այլն, ուկրաինացիները չեն շտապում բացահայտել, որտեղ մեծ հաշվով բոլորն էլ հասկանում են, որ Պուտինը չի ուզում խաղաղություն։ Բայց ինչու հենց այս ժամանակահատվածում որտեղ ահավոր ցուրտ է գալիս, կլիմայական սարսափելի փոփոխություն է լինում, առնվազն մեկ շաբաթվա հետ կապած անգամ ասում են կարող է պատմական ռեկորդ խփի ցրտի, այո, որում Բալթյան երկրները, Ուկրաինան եւ այլն։ Եվ էստ սրա համար, բայց Պուտինի համար սա նվեր է, ինքը հենց Ուկրաինայի ժողովրդին է ուզում հարցնել, որ ստիպի գնան զիջումների։ Եվ Պուտինը իբր համաձայնվել է, տեսեք, ես վերջին տեղեկություններով պետքա ճշտեմ, չէ, այսինքն մի քանի ժամվա առաջվա տեղեկություններով շարունակվում էին, ոչ մի բան էլ չի կանգնել, շահեդներով էլ եւ այլն։ Մի քիչ փոքրացրել են բալիստիկան, դա կարող են կուտակել եւ ամենացուրտային հարվածել, նրանք տականք են, ես վստահ եմ։ Գիշերը 0-0-ից են սկսում, գուցե դեռ հույս կա։ Չէ, դե արդեն պետք է սկսված լիներ, բայց դեռ չի սկսվել։ Արդեն պիտի սկսված լիներ, դեռ չի պահում։ Եվ այլ մի բան էլ ասեմ ձեզ, առիթ եմ անգալու վստահաբար մի հատ նավթամերաշրջման օբյեկտ ինքը որ ուկրաինացիները միշտ օնաթշով խփում են, դե պայմանավորեն երկուստեք պետքա չխփեն։ Իրանք իրանց կխփեն օթաչիով, կասեն ուկրաինացի ոնց արեցին։ Ոնց որ արեցին, բայց այդպես էլ ներողություն էլ չեղավ, ապացույց էլ չեղավ։ Հիշում եք, որ ասես նոր տարվան որ բանը իմ Վալդայի, չգիտեմ, նստավայրի վրա եկել է, բայց պարզապես վաղը երևի դուք հնարավորություն կունենաք նաև այդ մասին տեղեկացնելու YouTube-յան։ Այո, գուցե այդ մասին խոսամ, գուցե այլ։ Այնքան արագ է ամեն ինչ փոխվում այս աշխարհում, հարգելի հեռուստադիտողներ, իսկ մեր ծրագրի ժամանակը միշտ նույնն է, սահմանափակ է, այսօր էլ ավարտվեց, ցտեսություն։ Բաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։